Պատմեմ ձեզ համարվա ամենապահանջված ուղղություններից Մոնտենեգրոյի, ինչպես ասած, Չեռնոգորիայի մասին։ Կառուցեցրեմ 5 օրյա ծրագիր, թե ինչպես կարելի է անցկացնել Մոնտենեգրոյում ձեր ամառային հանգիստը։ Դե գնացինք։ Առաջի քաղաքը դա Ծիվատն է, նշենք, որ Ծիվատում գտնվում է օդանավականը, որտեղից իրականացվում են Հայաստանի Հանրապետությունից ճարտարային թռիչքներ։ Ամառվա սեզոնին գիտենք, որ Մոնտենեգրոյում գործում է առանց վիզային ռեժիմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Դե գնացինք։ Առաջի քաղաքը Ծիվատը ձեզ կզարմանացի իր բյուրեղյա մաքուր ջրերով, իր պորտով, ցանկալի է մնալ հենց Պորտո Մոնտենեգրո եւ իր հարուստ պատմությամբ։ Հաջորդ քաղաքը Բուդվան է։ Բուդվան համարվում է Մոնտենեգրոյի տուրիստական մայրաքաղաքը։ Այն ձեզ կզարմացնի իր զարդարանքը վերջից մարգարիտներով լողափերով, բյուրեղյա մաքուր ջրերով եւ իհարկե հարուստ պատմությամբ։ Նշենք, որ շատ դեպքերում Բուդվան նմանացնում են փոքրիկ Իտալիան իր նեղլիկ փողոցներով։ Հաջորդ քաղաքը առանձնացրել եմ դա Պերասն է։ Պերասը ձեզ կզարմացնի իր սարերով եւ կզմայլեք սարերով պատված բյուրեղյա մաքուր ջրով, շատ խորհուրդ եմ տալիս անպայման գնալ նավարկությանը եւ այլել Ադրիատիկ ծովի ամբողջ գեղեցկությունը։ Հաջորդ քաղաքը դա Կոտորն է։ Կոտորը համարվում է Մոնտենեգրոյի հարուստ պատմության եւ ճարտարապետության քաղաքներից մեկը, անպայման խորհուրդ եմ տալիս այցելել Կոտորի 5 քաղաք եւ ծանոթանալ հարուստ պատմությանը։ Շատ կնմանացնենք Կոտորի Իտալիան իր փոքրիկ նեղլիկ փողոցներով, փոքրիկ ռեստորաններով, ինչպես նաեւ փոքրիկ հրապարակներով։ Այսպեսով, եթե ուզում եք իմանալ ավելի շատ Իտալիայի մասին, անպայման բաժանորդագրեք իմ ալիքին եւ հետեւեք ինձ Instagram, որտեղ կպատմեմ, թե ինչպես կարելի է մանչելի ճանապարհորդել Մոնտենեգրո եւ ամրագրել տոմսեր ճարտարային թռիչքների համար։